Այս կադրերը, որոնք դուք հիմա տեսնում եք, եվրոպական առաջատար երկրների հանգստյան տներից չեն, այլ Գանձասար ճամբարի արդեն նոր նախագծի 3D պատկերներն են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 տարուց ավելի լքված մանկապատանեկան ճամբարի տարածքում աննախադեպ սոցիալական ներդրումային ծրագիր է սկսում, որն առայժմ թղթի վրա է, բայց ոչ պակաս ոգևորիչ։ Հանքարդյունաբերական ընկերության նոր համալիրը նախատեսված է 120 երեխայի համար։ Ճամբարը ունի ոչ միայն տարածաշրջանային կարևորություն, այլ նաև հանրապետական, քանի որ հանրապետության տարբեր մարզերից 7-ից 15 տարեկան երեխաները հնարավորություն են ունենալու այցելել ճամբար եւ անցկացնել իրենց անմոռանալի ամառային հանգիստը Կապանի գողտրիկ բնության գրկում։ Ինչպես գիտեք, 90-ական թվականներին նույն տարածքում գործել է մանկական ճամբար, որը մեծ խինդ եւ ուրախություն է բերել Սյունիքի մարզի երեխաներին եւ հաշվի առնելով այդ հանգամանքը եւ կարեւորությունը տարածաշրջանի համար եւ մեր ազդակիր համայնքների, ընկերությունը նախաձեռնեց այս հսկայական ներդրումային ծրագիրը, որը իրենից ներկայացնում է մոտավորապես 5.5 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում եւ հուսով ենք, որ ամենամնայունն է եւ կծառայի իր նպատակային նշանակությանը։ Թե որ մարզի եւ որ քաղաքի երեխաները եւ ինչ սկզբունքով կվայելեն նորաստեղծ ճամբարի հագեցած առօրյան, դեռ վաղ է ասելը։ Մի բան պարզ է, ամառային ամիսներին այն հիմնականում երեխաներին կսպասարկի, իսկ ողջ տարին այստեղ կանցկացվեն պաշտոնական հանդիպումներ, միջոցառումներ, աշխատանքային քննարկումներ, ճեպազրույցներ ու դասընթացներ։ Նախնականն այսպես ասած տարբերակով նախատեսում ենք 4 ջոկատ, ամառային սեզոնին լինելու է 100% զբաղվածություն, իսկ ձմեռային սեզոնին մոտավորապես 70% զբաղվածություն։ Կլինի կառավարչական, այսպես ասած, միավոր, որը կկազմակերպի այդ բոլոր աշխատանքները, համապատասխանաբար արդեն բոլորը իրազեկված կլինեն ընթացակարգերից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մանկապատանեկան ճամբարի կառուցման նախագիծն այս պահին հանրային լսումների փուլում է։ Օրերս Կապանում կայացավ թվով երկրորդը, որը ըստ օրենքի շինարարության մեկնարկից առաջ պահանջում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։ Նախագիծը ներկաների հավանությանը արժանացավ։ Բոլորս գիտենք, որ ամբողջ մարզում այս պահին գործող ճամբարներ չկան, եւ սա մեծ հնարավորություն է թե Կապան համայնքի, թե Սյունիքի մարզի մյուս համայնքների երեխաների հանգիստը, ամառային հանգիստը կազմակերպելու համար, այսինքն բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից որպես հերթական սոցիալական մեծ նախագիծը, սա նաև նախագիծ է, որը բխում է մեր երեխաների շահերից, որը կարծում եմ գովելի է եւ ուրախալի, այնպես որ մենք կողմ ենք նման նախագծերի իրականացմանը Կապան համայնքում։ Իսկ մինչ այդ մենք Գանձասար ճամբարի տարածքում ենք, որտեղ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Նախագծի պատասխանատուները Կապանի բնությունով հիացած պատկերավոր ներկայացնում են, թե խորհրդային ժամանակներում ակտիվ գործած կառույցը առաջիկա տարում ինչպես կվերափոխվի։ В проекте предусмотрены спальные корпуса. Նախագիծը ներառում է ննջարանային մասնաշենքեր, ճաշարաններ, զվարճանքի գոտիներ, լողավազան, մարզահրապարակներ, խաղահրապարակներ եւ մի քանի այլ կառույցներ, որոնք նախատեսված են ժամանցի կազմակերպման, ուսումնական պարապմունքների, տարբեր սեմինարների, գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի ցուցադրությունների համար։ Здания выполнены из клееного бруса. Շենքերը կկառուցվեն շերտավոր մայրի սոճուց, էկոլոգիապես մաքուր նյութից, որը մենք հատուկ ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասից։ Ճամբարի տարածքում մի քանի լողավազաններ կլինեն, նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև դիմացկուն արհեստական խոտածածկով բազմաֆունկցիոնալ ֆուտբոլի դաշտ։ Ինչ խոսք, այստեղից հեշտությամբ չեն հեռանա եւ կշտապեն վերադառնալ, նշում է Սերգեյ Կուզմինը։ Мы уже знаем, что здесь ранее был. Մենք արդեն գիտենք, որ խորհրդային տարիներին այստեղ եղել է մանկական ճամբար, ուստի վայրը իսկապես գեղատեսիլ է, լավ ճանապարհային մուտքով, եւ դուք ինքներդ եք զգում թարմոթը։ Այստեղ հիմա գարուն է, իսկ ամռանն ուղակի հրաշալի կլինի։ Ճամբարի հին շենքից կիսավեր վիճակում պահպանվել է միայն ճաշարանային մասնաշենքը, որը վերականգնել հնարավոր կլինի, վստահեցնում են մասնագետները։ У нас есть место для костра. Մենք ունենք խարույկի համար նախատեսված вայր, որի շուրջը նրանք կհավաքվեն, կերքեն, Петь песни там, я не знаю, с гитарой, да. Արհեստական բանականությամբ վերականգնված խորհրդային ճամբարից հիշողություն մնացած այս լուսանկարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վարդան Ավետիսյանի անձնական արխիվից է, դրոշակակիր առաջամարտիկ տղան հենց ինքն է։
Միշտ եղել եմ դրոշակակիրը։ Արժանացել եմ խրախուսանքի, պատվոգրերի, դա նաև խրախուսման յուրահատուկ ձև էր, հա, ստատուսնի դրոշը կրել не каждому дано։ Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անց եմ կացրել այս ճամփարում, այս մաքուր օդում, այս հրաշք բնության մեջ անկրկնելի։ Ճամբարի վերականգնման մասին լսելուն պես անմիջապես տարածք է հասել ձեռքին անմոռանալի օրերից մնացած պատվոգրերն ու լուսանկարները։ Այս երկու քարերի վրա տեղադրված են եղել արձանիկներ, պիոններ, թմբուկով եւ շեփորահարի արձանը մյուս քարի վրա, հետքերը մնում է հենա հիմնաձողը մնում է, մոտ 250, 280, 300 երեխայի կարգի միշտ եղել են, հա, դժոք 6-7 ջոկատ ա եղել միշտ։ Ճամբարի նախագծի հեղինակները կապանը խորհրդանշող այս հսկա քարերը մտադիր չեն հեռացնել, դրանք կմնան որպես հուշ եւ կծառայեն նպատակին, առանց փակագծերը բացելու, վստահեցնում են պատասխանատուները։